Ողջույն բոլորին, օրվա կարևոր իրադարձությունն է հունիսի 5-ի համար, տարվա բոլոր ծնված նշանների համար։ Հարգելիներս, մի երկու բառով ասեմ, հետո կանցնեմ նաև այդ նշանին ևս կասեմ, սա բոլորին է վերաբերվում։ Եթե դե լինում են դեպքեր, որ այո, մեկ ուրիշ անուն եմ ասում, բայց չէ, որ դա վերաբերվում է հենց ձեզ, որը որ տեղադրված է, որը որ նայում եմ։ Ուրեմն, այդպես կարելի է մտածել, ինչու է բոլոր այդ 12 կենդանակերպի անուններից հենց այդ անունն եմ նշում։ Ուրեմն դուք այդ օրը ուղղակի երևի գործ ունեք իր հետ։ Հարցրեք, ում հետ որ գործ եք անում, հարցրեք, ասեք, ինչ ես տարով։ Եվ կտեսնեք, որ իմ ասածն է, որ տարով եւս իրենք այդպեսի նշանում էին եւ դուք իրար հետ հանդիպում եք խոսում։ Դրա համար էլ երևի հենց կոնկրետ ինչ որ հարց է այդ օրը կապված է իր հետ, որովհետեւ անհնարին է ես որ նշեմ այդքան իրարից հեռու նշան, պլյուս հենց ձեզ, օրինակ։ Ինչու մեկ ուրիշ ինչ եմ նշում, ինչու եմ հենց ձեզ նշում, դա եւս հարց է։ Ես նաև կանդրադառնամ այն նշանին, որ այդ մեկնաբանությունները գրել էր։ Իսկ հիմա տեսնենք, թե մեզ ինչ է սպասվում այդ օրը։ Գնայինք առնետների։ Ինչ է սպասվում առնետներին հունիսի 5-ին։ Հարգելի առնետներ, այդ օրը սեղանի շուրջ եք նստելու, նաև օրվա ընթացքում կցանկանաք պարկել, հանգստանալ, միգուցե վատ եք զգում, միգուցե նաև ձեր շրջապատում է ինչ-որ մեկով որ պարկում է հանգստանա, նաև դա ինտիմ հարաբերություններ է ոմանց համար, էմոցիոնալ այդպես սպասման մեջ եք լինելու, հույսով լցված եք, այսպես ոնց որ կլինի, բայց գորգռում եք երևի լարվածությունից է, կամ արդեն իսկ գորգրացել եք եւ այդ էմոցիոնալ վիճակից մտածում եք, հույսով եք, որ ամեն ինչ լավ կլինի, հանկարծ ձեր գորգռոցը չի ազդի ինչ-որ մի գործունեության վրա։ Նաեւ օրվա ընթացքում կհանդիպեք ոչ տղամարդու հետ, տարեց անձնավորություն է, կարող է նաեւ պետական աշխատող լինի եւ հաջողություն ունեք նաեւ կարիերայի հարցում։ Փորձեք առաջ մղել, որքան հնարավոր է։ Ձեր գործունեությունը ձեզ կցուցադրեք միգուցե նաև պաշտոն են տալիս, բայց այստեղ մի փոքր կասկածում եմ, որովհետև աստիճանները հետադարձ են, համենայն դեպս դուք ձեզ համար այդ օրը պարզ կլինի։ Պետք է փորձեք հաջողության հասնել ձեր կարիերայում, թե փորձեր կանեք ուղղակի, որ ավելի լավ անեք ձեր գործերը, թե նաև ինչ-որ բարձրունք կունենաք։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք ցուլերին։ Ինչ է սպասվում ցուլերին հունիսի 5-ին։
Հարգելի ցուլեր, տարվա ծնված ցուլերին է սա վերաբերվում։ Այդ օրը կամ շուտ եք արտանալու կամ ավելի ուշ կարող քնած մնալ նաև ճանապարհ եք գնալու կարող ճանապարհից ուղղակի գալիս եք տուն եւ հոգնած պարկում եք ոմանց համար նաև ինտիմ հարաբերություններ է նաև դա չի բացառվում ճանապարհին ինտիմ հարաբերություններ այս ինչ էր չգիտեմ ինչ էր հանդիպում կամ շփում կունենաք ոչ տղայի հետ, եթե հարաբերություններին է վերաբերվում, դա նշանակում է հարաբերությունները առաջ կտանեք ինչ-որ չափով, եթե վիճել եք իրար հետ, ապա կարող հաշտվել, հա, եւ այդ process-ը առաջ տանեք, հաշտվելու հաշտության։ Նաև կարող է օգնում է ձեզ, որպեսզի ձեր գործերը առաջ տանեք, կամ դուք եք իրեն օգնում, որ իր գործերը առաջ տանի։ Այսքանը ձեզ համար ձեզ հաճելի օրամարտում։ Գնանք վագրերի։ Ինչ է սպասվում վագրերին հունիսի 5-ին։ Հարգելի վագրեր, այդ օրը գումար կստանաք կամ էլ նաև կծախսեք, ոմանք կստանան, ոմանք կծախսեն, հանդիպում շփում կունենաք որևիցե մասնագետի հետ, նաև կարող եք հնարավորությունը բաց թողել իրեն տեսնելու, եթե իրեն է հարմար ձեզ, հարմար չի այդպես, նաև ինքը ինչ-որ մի բան կառաջարկի ձեզ և դուք կարող եք երկար մտածել և հետո կորցնել ձեր ձեռքից դա։ Նաև նամակագրական կապի մեջ կլինեք ինչ-որ մեկի հետ, փոստաթղթերի հետ կապված գործեր կանեք, նաև նորություն կլսեք, գուցե նաև ինչ-որ փաթեթ եք ստանում։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք նապաստակների։ Ինչ է սպասվում նապաստակներին հունիսի 5-ին։ Հարգելի նապաստակներ, այդ օրը ուշադրություն դարձրեք ձեր առողջությանը կամ կայցելեք նման կենտրոն, նաև
տան մեջ աշխատանքներ կան, որոնք կանեք, միգուցե տուն եք մաքրում, միգուցե վերանորոգում եք անում կամ վերանորոգումից հետո եք մաքրում, ոմանք կսկսեն տանը աշխատել, ինչ-որ գործ անեք, ինչ-որ պատվերներ ընդունեք, այդպես և նստեք տանը աշխատեք։ Նաև միգուցե նման գործ եք գտնում ձեզ համար, տան հետ կապված աշխատանքներ այնտեղ կարող լինել, և մաքրությունը, և վերանորոգումը, և մեկ այլ հարցեր։ Նաև լուսավոր մի բան տեղի կունենա ձեզ մոտ, որը ձեր տրամադրությունը կբարձրացնի, երեկոյան ավելի ուշ կամ շուտ կպարկեք քնելու, բացի դա էլ դա ինտիմ հարաբերությունները։ Կարող է ուղղակի ուզում եք ավելի շուտ պարկել, հանգստանալ։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք վիշապների։ Ինչ է սպասվում վիշապներին հունիսի 5-ին։ Հարգելի վիշապներ, այդ օրը ինչ-որ միտեղ կարող եք գնալ երկար մնալ, նաև ինչ-որ բան է դանդաղում, ինչ-որ բան է կանգնած, դեռ առաջ չի գնում, դա մասին կմտածեք։ Օրվա ընթացքում սեղանի շուրջ եք նստելու ձեր սիրելի մարդկանց հետ կամ ձեր երկրորդ կեսի հետ, հաջողություն ունեք և ձեր հարցերում, և ձեր գործերում, և ձեր հարաբերություններում, և կարող է դա եք նշում, ինչ-որ գործեր են առաջ գնում, և կարող է դա եք նշում ձեր հարազատների շրջապատով կամ դուք և ձեր սիրելին։ Ոմանց ամուսնության առաջարկ կանեն, սիրո խոստովանություն, կարող է դուք եք ամուսնանում, հրավիրում եք մարդկանց ձեր հարսանիքին, նաև դες կարող են հրավիրել հարսանիքի կամ տանը որևիցե կարևոր իրադարձություն այնտեղ եւս երևում է։ Հանդիպում կամ շփում կունենաք որևիցե տղամարդու հետ, տարեց անձնավորությունը, նա կարող է լինել նաև ձեր հայրը, որևիցե պետական աշխատող, եւ ելք եք փնտրելու ինչ-որ հարցին լուծում տալու համար։ Ինչ-որ մի բան որ կանգնած է, ինձ թվում է դա է։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնային կոցերի։ Ինչ է սպասվում օձերին հունիսի 5-ին։
Հարգելի օձեր, այդ օրը որևէ հնարավորություն ձեր ձեռքից բաց կթողնեք, ուշադիր եղեք, նաև վիճում եք, արտասվում եք, ինչու մեկ այդ կվիճակ, որից հետո կարտասվեք, եւ այդպես շատ բացահայտ ինչ-որ մի բան, հա, կպայթի, ինչ-որ տեղեկատվություն կիմանաք, նաև դա շփոթեցնելն է մարդուն, այնպես որ ուշադիր եղեք, որպեսզի ձեզ չշփոթեցնեն այդ օրը։ Այսքանը ձեզ համար ձեզ հաճելի օր եմ մաղթում, խառը օր։ Գնանք ձերի։ Ինչ է սպասվում ձերին հունիսի 6-ին, հունիսի 5-ին ներեցեք, 6-ին եմ նայում անընդհատ։ Հարգելի ձեր, այդ օրը էմոցիոնալ կլինեք բավականին շատ, նաև դե էմոցիաները եւ դրական են լինում եւ բացասական, չնայած այնտեղ ուրախություն ունեք, դա նշանակում է էմոցիաները դրական են լինելու։ Մտածմունքների մեջ եք լինելու երեկոյան եւ գումար կամ կստանաք կամ կծախսեք այդ օրը։ Գուցե եւ ստանում եք եւ ծախսում եք։ Այսքանը ձեզ համար ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք այծերի։ Ինչ է սպասվում այծերին հունիսի 5-ին։ Հարգելի այծեր, այդ օրը հիվանդանոց կարող գնալ բժշկական կենտրոն, միգուցե ձեզ համար, միգուցե մեկ ուրիշի համար, նաև կարող ելք եք փնտրում, որպեսզի տեսնեք բժշկին, որպեսզի ինչ-որ գործողություն անեք ձեզ վրա, հա, ձեր առողջության հետ կապված, միգուցե կոսմետոլոգի մոտ,
Հանդիպում, շփում կունենաք այդ օրը ոչ է տղամարդու հետ, տարեց անձնավորություն է, նա կարող է լինել ձեր հայրը, կարող է լինել նաև պետական աշխատող։ Նամակագրական կապի մեջ կլինեք, փաստաթղթերի հետ կապված գործեր կանեք, փաթեթ կստանաք, նորություններ կլսեք, ոչ է տղայի մասին եք մտածում, երեկոյան տատանվում եք։ Քնելուց առաջ դա կարող է լինել, կամ տատանվում եք այստեղ ինտիմ հարաբերությունների հետ կապված։ Ինչ-որ տղայի հետ է կապված, կամ միգուցե իր հետ կապված, հա, ինչ-որ ինտիմ հարաբերությունների մասին, հա, իր մասին եք լսել, դա եք վերլուծում, տատանվում, երեկոյան։ Այսքանը։ Դա միգուցե ձեր ամուսինն է, ձեր տղան է նաև, կամ առանձին հանդիպում եք որևիցե տղայի հետ, երիտասարդ, եւ կամ շփվում եք եւ հետո երեկոյան բարկած այդպես տատանվում եք ինչ-որ մի հարցի շուրջ, միգուցե առաջարկություն է արել ձեզ, միգուցե մեկ այլ հարց է, միգուցե աշխատանքի համար է, եւ այլն, կարող ձեր տնօրենն է, ձեզ այնց երիտասարդ։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք կապիկների։ Ինչ է սպասվում կապիկներին հունիսի 5-ին։ Հարգելի կապիկներ, այդ օրը ինչ-որ մի բանից տխրում եք, միասթափվում, միայնակության զգացում է ձեզ մոտ, ինչ-որ մի բան ձեզ տխրեցնում է, ու ինչ-որ մեկը դա կարող է նաև լինել։ Պետական հիմնարկության հետ կապված հարցեր ունեք, դա կարող է լինել ուսման կենտրոն, բժշկական կենտրոն եւ այլն, յուրաքանչյուր տեղ։ Տատանվում եք, տատանվում, անընդհատ, ոչ թե ծանրութեթև եք անում, այլ այո կամ ոչ, հա կամ չէ, ինչ-որ է, ինչ-որ նման բաների մեջ եք տատանվում, նաև ճանապարհ եք գնալու կամ ձեզ մոտ կգան ճանապարհը, եթե դուք գնաք, ապա ճանապարհը հաջողակ ճանապարհ է, նաև առաջ խաղացում ունեք, զարգացում ունեք, այն ոլորտը, որը որ կանգնած էր, որը որ կաղում էր, որը առաջ չէր գնում։ Եվս էլի հաջողությունը հաջողության հետևից դռներ են բացվում ձեր առջև, նոր հնարավորություններ, եւ երեկոյան կարող եք ձեր ձեռքից որևիցե հնարավորություն բաց թողել, որ բոլորը լավ բաներ են, չեք մտածում, որ կարող եք ձեր ձեռքից բաց թողնել եւ ինչ որ մի բան ամեն դեպս կարող եք ձեր ձեռքից բաց թողնել։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք աքաղաղների։
Ինչ է սպասվում աքաղներին հունիսի 5-ին։ Հարգելի աքաղներ, այդ օրը հանդիպում կամ շփում կունենաք որևիցե երիտասարդ տղայի հետ։ Նաև երկերեսանի մարդիկ կան ձեր շրջապատում, ուշադիր եղեք, մի վստահեք ամեն մեկին։ Նաև օրվա մեջ խոսեք, կհանդիպեք մասնագետին, ինչ-որ մասնագետ է, և նորություն կլսեք, տեղեկատվություն, փաթեթ եք ստանում կամ փաստաթուղթ է, ինչ-որ գործեր եք անում և հանկարծակի լուր, գուցե այդ նորությունն է, նորությամբ այդպես հանկարծակի լուր եք լսում։ Այսքանը ձեզ համար, կամ այդ փաստաթղթի մեջ է ինչ-որ մի նորություն, այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք շներին։ Ինչ է սպասվում շներին հունիսի 5-ին։ Հարգելի շներ, երկու բառ ասեմ, նոր հետո անդրադառնանք քարտերին։ Կարդացի մեկնաբանությունը, որտեղ որ նշված էր, որ երկու անգամ արդեն, թե քանի անգամ է արդեն շներին նապաստակ եմ ասում։ Գիտեք, նախ առաջինը ես ռոբոտ չեմ, մեկ, երկրորդը, այք քարտերը եւս կարող եմ ես շփոթել, չտեսնել։ Դուք տեսնում եք, դուք գրեք ինչ-որ քարտ, որը բաց է թողնված, բայց առանց մունաթի, որտեղ մունաթները չեն պատասխանելու։ Եվ չեմ բարձրաձայնում, չեմ գցում YouTube այս գրածը, որովհետև պետք է հասկանալ, որ ընդհանրապես դիմացինը ռոբոտ չի, եւ 1 ժամ համարյա թե 20 րոպե ես խոսում եմ ձեզ համար։ Եվ թե ինչ-որ նշանի, ինչու եմ հենց ձեր նշանին օրինակ շփոթվում, ուրեմն դուք նապաստակների հետ այդ օրը կապված ինչ-որ գործեր ունեք։ Հավանականությունը շատ մեծ է, եթե ձեզ անդադ ինչու չեմ ասում վագր, ինչու չեմ ասում ցուլ, ինչու եմ ասում նապաստակ։ Առաջինը հենց դուք ինքներդ ձեզ այդ հարցը տվեք, ինչու է միշտ նույն մարդուն ասում։ Ուրեմն այդ օրը եւս կողմն նապաստակի հետ եք լինելու, իր հետ եք շփվելու, իր հետ եք ծանոթանալու։ Մի խոսքով շատ հարցեր կան, թե ինչու է իմ բերանից հնչում դա։ Կարող է լինել նաև հոգնածություն, բայց եթե հոգնածություն է, ապա ինչու է միշտ նույն
նապաստակ կամ եթե չգիտեմ վագր եմ ասում, եթե ինչու եմ միշտ նույն վագրը ասում։ Դա եւս հա պետք է ձեզ մոտ հարց առաջացնի, ոչ թե մունաթով գրեք։ Հա դուք գիտեք, որ ես մունաթներին ընդհանրապես մունաթով էլ սիրում եմ պատասխանել, բայց էլ արդեն զայլաչուն եմ։ Ինչ որ մեկին դուր է գալիս, դուր չի գալիս, կարող է գնալ։ Իրոք։ Եթե ինչ որ մի բան դուք մի հատ դրեք կամերան եւ 40 րոպե ուղղակի խոսեք։ Խոսեք, էլի, լավ 30 րոպե, մեկ-մեկ կա 30 րոպե խոսեք 30 րոպե։ Նստեք ու խոսեք։ Ոչ թե գիրք կարդացեք, այլ ինչ որ մի բան այսպես հորինեք, որովհետև քարտեր չկա ձեր դիմաց, ինչ որ մի բան հորինեք եւ փորձեք խոսել։ Տեսնեմ, քանի բառ հետո, նախադասություն հետո ձեր լեզուն փաթ կընկնի ամենաառաջինը մեկ, երկրորդը քանի անգամ կշփոթվեք։ Անգամ կարդալը եթե դնեք ձեր դիմաց եւ կարդաք 30 րոպե կարդալու ընթացքում հաստատ լիքը կշփոթվեք, լիքը։ Եվ այնպես չի, որ ես մի քանի տարի այս գործն եմ անում, որ պետք է իդեալական խոսամ, նման բան գոյություն չունի։ Բոլորս մարդ ենք։ Ես ռոբոտ չեմ, որ բերանց բացեմ, փակեմ, տեսնեմ ինչ նկար է, բերանց բացեմ, փակեմ։ Բայց պետք է դուք ինքներդ ձեր մեջ մի հատ հասկանաք, ինչու է այս մարդը հենց միշտ նապաստակին ասում մեր ժամանակ։ Հենց դա մի հատ քննարկեք դուք ինքներդ ձեր մեջ։ Եվ ձեր կողքը մանեք, տեսեք այդ օրը նապաստակի հետ շփվել եք, թե ոչ։ Այսքանը։ Եթե ինչ-որ մի բան դուր չի գալիս, այդ մունաթները վերցնում եք, տանում եք ձեր ընտանիքի անդամների վրա եք թափում։ Այստեղ մունաթ գալ պետք չի։ Եթե ինչ-որ մի բանը էլի եմ ասում, դուր չի գալիս, վեր եք կանում, այդպես բաժանորդագրությունից դուրս եք գալիս, ինձ սև ցուցակ եք գցում ու գնում եք ձեր գրողի ծոցը, որտեղ ուզում եք։ Որտեղ ուզում եք։ Այ ես մունաթների պարտավոր չեմ կարդալ ձեր մունաթները։ Դուք հենց այդպես մունաթով եք գրում եք։ Մարդը ինչպես մտածում է այդ րոպեին, ինչպեսի ձև ունի, ինչպես է, այդպես է գրում է։ Առաջինը մի հատ ինքը իր մեջ չի վերլուծում, որովհետև արդեն հայ ազգը իր մեջ փորձել է այլ չվերլուծել։ Ոչինչ չի վերլուծում այլևս ինքը իր ներսում։ Միայն խոսքա, որ ասում է, արժի ասել, չարժի ասել, վերլուծեք նոր խոսեք իմ ալիքում։ Եթե ուզում եք խոսեք, գնացեք լիքը ալիքներ կա, լիքը Facebook-ում է կա, YouTube-ում է կա, լիքը ալիքներ, որտեղ կարող եք լիքը թույն թափել ու լիքը մունատ գալ, այնքան շատ, որ էլ չասած։ Շնից շատ են, շնից։ Ինձ դուր չի գալիս, ինչ եմ անում, քարտեր եմ անում, գնացեք լիքը քարտեր անող են ծնվել։ Գնացեք, մենք ուցը ձեր մակարդակի են։ Ձեզ համար իրենք չեն շեղվում, միշտ ձեր անունն են տալիս։ Դե որ մարդը նոր է սկսում, միշտ փորձում է ամեն ինչ իդեալական անել։ Հետո կտեսնենք, ով ում բարեկամն է։ Գնացեք, այ բալամ, գնացեք։ Վայ։ Ունես մունատ կգա, մազենետ կթափի ուղակի։ Դա պետք է հասկանալ։ Մի հատ ինչ որ շների նապաստակ եմ ասել, բա։ Նացեք ձեր շուրջը նապաստակ մանեկեք, շուն մանեկեք։ Նացեք ձեր շուրջը հասկացեք ինչու է այսպես լինում։ Որտեվ չի կարող նման բան լինել։ Միգուցե նախորդին ասեմ, օրինակ ակլոր ասեի, միգուցե վարազ ասեի, բայց ոչ մշտապես նապաստակ, վերջ թեման փագա։ Դուրն այդ չի գալիս, կոշիկներով դուրս եք գալիս այս ալիքից։ Նարվես արդեն չի եկում ձեր հետ։ Խոսքով, իսկ այն շների համար, ովքեր որ սիրով լսում են ու իրենց համար ուշադրություն չեն դարձնում, թե ով ում բարեկամն է, միգուցե ներսում մտածում են, վերլուծում են եւ հասկանում են պետք չի գրել։ Այդքան է, հա, վերլուծելու ունակություն ունեն մնացած շները։ Խոսքով, եւս այդ մարդը եւս մեկ անգամ է չգրի։ Կվիրավորեմ շատ փիս, կհանեմ բան։ Ցուցադրական։ Տեսել եք, չէ՞, ոնց եմ ցուցադրական ներկայացնում բոլորին։ Այդպես ցուցադրական կհանեմ։ Ոչ ոքիդ վրա էլ արդեն ներվերս չեմ, ոչ կներվանանամ, ոչ էլ։ Տեսնում եք, շատ հանգիստ եմ խոսում, շատ հանգիստ։ Մի խոսքով, այստեղ հանդիպում կամ շփում կունենաք ոչ թե երիտասարդ տղայի հետ, կամ իրենից կարող եք երկար սպասված տեղեկատվություն ստանալ, նաև նամակ ստանալ, ինչ-որ ծանրոց ստանալ, ձեր տղան է դրսից ինչ-որ բան ուղարկի եւ դեռ չեք ստանում։ Տատանվում եք, այնքան ծանոթ եք անում, բայց վերջում կարծես թե
կուժկուլան թափում եք ձեր ընտանիքի անդամների գլխին կամ նաև ձեր զույգի հետ վիճում եք, չեք հասկանում իրար։ Ինչ-որ մի բան է ձեզ ներսից տանջում, հա, ոնց որ կասկածներ են երևի, եւ հետո չեք կարող արդեն դիմանալ, այստեղ վիճում եք։ Եվ ձեր երկրորդ կեսի հետ եւ ձեր ընտանիքի, հատկապես տղամարդու հետ կարող եք վիճել, նաև տարեց անձնավորության հետ։ Տնեք դեռևս գորգռում եք, սա գորգռոցի քարտն է, դեռևս գորգռում եք այս տղամարդու վրա հավանական է, որը ձեր ընտանիքի անդամ է, կամ ձեր երկրորդ կեսն է, կամ ձեր ամուսինն է, ձեր հայրն է, հա, մի խոսքով ինչ որ մեկն է։ Նաև կողոց եղբայրը լինի, որովհետև եթե մարդը ամուսնացած չի, սիրելի չունի, ապա նա կարող է լինել ձեր եղբայրը։ Եվ այստեղ խոչընդոտներ կան, որովհետև կողմ ինչ-որ մեկին եք հավատացել, ինչ-որ բանի եք հավատացել, այստեղ մոլորեցրել են ձեզ, կամ սա զգուշացում է ձեզ, որ այդ օրը կարող են ձեզ մոլորեցնել եւ այդպես աչքերը փակում ի վստահ եք, որտեղ խոչընդոտների եք բախվելու։ Նաև սա փուչիկի նման ինչ-որ մի բան է բացահայտվում, ինչ-որ մի բան է պայթում, դուրս է գալիս ջրի երես, եւ դա եւս խոչընդոտ է համարվում ձեզ համար։ Այսքանը ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք վարազներին, խոզերին։ Ինչ է սպասվում վարազներին հունիսի 5-ին։ Հարգելի վարազներ, խոզեր, այդ օրը կարիերայի չնչին առաջ խաղացում ունեք, առաջ կգնա ինչ-որ մի բան, ձեր գործերը, դուք գուցե պաշտոն են տալիս, բայց այդպես շատ բարձր չէ, ինչ-որ առաջ խաղացում կարող է լինել։ Լավ լուր կլսեք, բարի լուր կլսեք այդ օրը, նաև էմոցիոնալ կլինեք, միգուցե հենց այդ բարի լուրից է, որ լսում եք, նամակագրական կապի մեջ կլինեք ինչ-որ մեկի հետ, SMS-ով, այդպես նաև դա կարող է լինել փաթեթ, դա կարող է լինել որևիցե փաստաթուղթ, ինչ-որ գործեր անեք, եւ նորություն կլսեք։ Տանը շատ սեր կլինի, սիրով կլինեք մեկը մյուսի հետ, ոմանք կսիրահարվեն, ոմանք սիրախոստովանություն կանեն, կստանան, նաև դա ձեր հարազատների հետ մեկ տեղում հավաքվելն է։ Տան հետ կապված իրադարձություններ կան, միգուցե ծառիթ է, ծնունդ է եւ դրա համար բոլորով մի տեղում եք, կամ ձեր տանն է, կամ պետք է գնաք։ Նաև դա տան հետ կապված ինչ-որ հարցեր են, միգուցե լուծվում են եւ այդպես է ձեզ սիրված եք զգում, ձեզ լավ եք զգում, ամբողջ ընտանիքն է ուրախ, հա, բոլորով ուրախ եք։ Ու կարող եք բորկա եք սկսում, կամ ավարտել եք ու բորկան, վերանորոգում եք, սկսում այդպես սիրով, հավեսով, բոլորով քանդում եք պատերը եւ այլն։ Եվ հեռախոսազանգ ունենաք օցերից, կամ
օցավարի ինչ-որ մի բան է ասում հեռախոսազանգով, կամ ուղղակի օց է, որ զանգում է, իբր ինչ-որ գծերն է ստուգ, այսպես ասած։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։